Ռուսաստանը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վերացնում է Բոլոնյան համակարգը։ Այսինքն բուհերում վերացվում է բակալավրիատը, մագիստրատուրան եւ վերադարձը կատարվում դեպի այն սովետական համակարգ։ Իհարկե, այնպես չէ, որ Ռուսաստանում այսպես սովետական համակարգը համարում են առավել արդյունավետ։ Համարում են, բայց միայն մի հարցում, որպեսզի Ռուսաստանից դուրս սովորելու որևէ մեկի մտքով չանցնի։ Հերթը գալու է նաև դպրոցին, ըստ ամենայնի, դարձնել նույն սովետական տասնամյակը, որպեսզի դպրոցից հետո էլ միանգամից այլ տեղ գնալու համար նրանք լինեն անընդունակ որևէ այլ բուհ ընդունվելու համար։ Ինչ է սա նշանակում։ Հայաստանում գործում են մի շարք ռուսական բուհեր եւ հիմա հարց է առաջանում, նրանք ինչ իրենց համակարգն են բերելու մեր երկիր, նրանք մեզ պետք են թե ոչ։ Իսկ եթե նրանք ասեն չէ, դե մենք գործելու ենք Հայաստանի օրենքներով, ի վերջո այստեղ հավատարմագրված են հենց Հայաստանի օրենքներով, ապա արդեն մեզ մոտ հարց է առաջանալու իրենց նկատմամբ, այդ ինչ համակարգ է կիրառելու, որը հակասելու է ձեր երկրի ներսի համակարգին։ Այսինքն ձեր երկրի ներսում դուք մի ձևով եք, մի ծրագրերով եք դասավանդելու, մեզ էլ տալու եք ուրիշ բան, պահեք ձեզ։ Սրա հետ կապված մանավանդ այսօր Հայաստանը քննարկում է ավելի մերձեցնելու մեր բարձրագույն կրթությունը, որը առանց այն էլ չի համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ շարունակական ռեֆորմների կարիք ունի, իսկ այդ ռեֆորմները կարող են լինել միայն մեկ ուղղությամբ, որպեսզի մեր պահանջմունքները բավարարվեն, դա նշանակում է ավելի հեռանալ այդ ռուսականից, սովետականից եւ այդ ամենից։ Հայաստանում պետք չի, չգիտեմ, ինչ-որ MGU-ներ, Պլեխանովներ, տարեք պահեք ձեզ այդ ամենը եւ մարդկանց մի խաբեք, ներգրավեք ձեր մոտ, որ հետո կամ հավաքագրեք եւ ուղղեք ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ սարքեք Արա Աբրամյան, բացի դրանից էլ մարդկանց զրկեք աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորություններից, խաբելով թե իբր կրթություն եք տալիս, մեկը լինի ձեզ կրթություն տա։